Դատարանն է պետության ողնաշարը։ Երբ այդ ողնաշարը ամուր չէ, ամբողջ մարմինն է թուլանում։ Տնտեսությունը չի շարժվում, ներդրում չի գալիս, քաղաքացին չի վստահում, բանակը զրկվում է ամուր թիկունքից։ Սփյուռքում իմ հանդիպումների զգալի մասը վերածվում է դատական համակարգի մասին ցավոտ խոսակցության։ Շատերը Հայաստանից հեռացել են ոչ թե պարզապես լավ կյանք փնտրելու համար, այլ որովհետև դատարանի ապօրինի անարդար որոշումների հետևանքով իրենց կյանքը կտրուկ եւ հիմնավորապես փոխվել է։ Կորցրել են տուն, բիզնես, աշխատանք, արժանապատվություն, հավատը պետության հանդեպ։ Երբ մարդը զգում է, որ օրենքը չի պաշտպանում, այլ նույնիսկ խոցում է, նա այլևս չի կարող ապրել նույն վստահությամբ։ Այսօր մարդիկ չեն հավատում, որ դատարանում հաղթում է արդարությունն ու իրավունքը։ Կոռուպցիան շարունակում է գոյություն ունենալ, քաղաքական ազդեցությունները նույնպես։ Երբ հին համակարգին ծառայած դատավորների մի մասը շարունակում է աշխատել առանց վեթինգի, առանց պատասխանատվության, հանրությունը մի բան է մտածում. այստեղ արդարություն չի լինելու։ Իսկ երբ մարդը վստահություն չունի դատարանի հանդեպ, նա սկսում է փնտրել լուծումներ, ծանոթով, փողոցով, ուժի լեզվով։ Այդտեղից է գալիս ինքնադատաստանը, քրեական ենթամշակույթը, օրենքով գողերի իշխանությունը։ Պետությունը հայտարարում է պատերազմ քրեական աշխարհին, բայց եթե դատարանը թույլ է, պատերազմը մնում է սոսկ խոստում։ Մենք պետք է վերջապես ասենք, որ սա մեր կարմիր գիծն է։ Դատարանը պետք է լինի անկախ, արագ, պրոֆեսիոնալ եւ անաչառ։ Պետք է իրական վեթինգ, պետք է տեխնոլոգիա, բաց դատական տեղեկատվություն, հստակ ժամկետներ, իրական պատասխանատվություն, խոշտանկման, կոռուպցիայի յուրաքանչյուր հանցանքի համար։ Եվ այստեղ եվրոպական չափանիշը պետք է դառնա ոչ թե սոսկ կարգախոս, այլ իրական գործիք, աջակցություն, փորձ, վերահսկելի արդյունք, որ մարդը մտնի դատարան ու զգա պետությունն իր կողքին է։ Երբ օրենքը ուժից բարձր լինի, Հայաստանը ներսից կկոփվի, իսկ ներսից կոփված երկիրը դրսից չի կոտրվում։